Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, համեցեք պարոն Կոնջորյան, դահլիճում լռություն։ Պարոն Մինասյան, դուք քիչ առաջ միամիտ ճշմարտությունը ասեցիք։ Եվ այդ ճշմարտությունը հետևյալն է, պարոն Մինասյանն եկավ ասեց հետևյալն, հենց նոր, ասեց մենք երկու խմբակցություններով այս նախագիծը ներկայացրեցինք ցույց տալու համար, որ ԿՊ-ն չի անելու եւ այլն։ Այսինքն ի՞նչ է ասում ինքը։ Ասում է մենք ոչ թե այս նախագիծը ներկայացրել ենք, որպեսզի հասնենք նրան, որ էթիկայի վերաբերյալ հարցով լինի հանգուցալուծում, այսինքն իրենց նպատակը պոզիտիվ բան չունի, նպատակադրում չունի։ Ասում է մենք արել ենք, որ ցույց տանք, որ դուք չեք անելու։ Ինչ է նշանակում։ Բայց սա երեսպաշտություն չի։ Բայց սա է երեսպաշտությունը, այսինքն դուք վերցրել եք բարոյականության վերաբերելի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել, պարոն Մինասյան, ասում եք ոչ թե մենք դա բերել ենք, որպեսզի հասնենք էթիկայի հաղթանակին, մենք բերել ենք, որ ցույց տանք, որ ԿՊ-ն սա չի անելու։ Հիմա սա այդ լրագրողի նկատմամբ բարոյական քայլ է, թե բարոյական քայլ չի։ Հիմա մենք պետք է էթիկայի հանձնաժողով ստեղծենք ձեր համար, ձեր այս քայլի համար, ժողովուրդ, մի հատ ճշտենք։ Դուք ընդհանրապես լրագրողական համայնքին եւ 4-րդ իշխանությանը նայում եք որպես քաղաքական պայքարի մանրադրամ, եւ այո, դուք նայում եք որպես քաղաքական պայքարի մանրադրամ։ Ես ուզում եմ ասել, որ երբ որ դուք այստեղ քաղաքական գնահատականներ եք տալի, թե ԿՊ-ի իշխանության ժամանակ լրագրողների դեմ այս է եղել, այն է եղել։ Վերջերս հրապարակվեց նորից լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցը, որտեղ որ մամուլի ազատության սանդղակով մենք այս տարի 34-րդն ենք։ 2017 թվականին մենք եղել ենք 79-րդը, այս տարի մենք 34-րդ տեղն ենք։ Բայց դա լրագրողական համայնքի մասնագիտական գործունեությանը վերաբերող դրական փաստ չի, հա, դրա մասին չեք ուզում դուք խոսեք։ Բայց դրա մասին է խոսքը։ Պարոն Մամիջանյանը ասում է Սերժ Սարգսյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ լրագրողներն այստեղ ցույցեր են։ Նախ լրագրողները հիմա էլ են ցույցեր անում, հեն այնտեղ Սաղմոսի բան են դրել ու կանգնած են լրագրողները։ Երկրորդը, ես ուզում եմ հենց ցույց, հիմա ես կմիացնեմ մի տեսանյութ, ուրեմն այս տեսանյութը կա ինտերնետում կարող եք նայել։ Հանրապետական կուսակցության, Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեթրակյանը միջանցքում ազգային ժողովի մի քիչ այն կողմ շփվում է լրագրողների հետ։ Սերժ Սարգսյանի օրոք, են որ ասում է լրագրողները այստեղ անում էին ցույցեր եւ այլն։ Հարցերին չենք պատասխանում։ Գրավոր։ Ումը։ Լսեցինք, որ ասում եք, ես ինչ նախիր է։ Լրագրողն ասում է, լսեցինք, որ ասեցիք, լրագրողներին ասեց, այս ինչ նախիր է։ Լրագրողը ասում է Մհեր Սեթրակյանին։ Հիմա իր պատասխանը։ Ակաժները երևի լավ չի։ Դες բան չեք ասել։ Մաքրեք մի հատ։ Ասում է ակաժներդ մաքրեք։ Նու չի ասում շրթերդ մաքրի, ասում է ակաժներդ մաքրեք, այնտեղ որևէ մեկը էթիկայի հանձնաժողով չի։ Տարենկոն վերանացվի մցրա։ Վերանացի մցրա։ Այս տուն լսեցիք։ Ակաժները Այս տուն լսում եք։ Մի հատ խորացեք, պատկերացրեք ինչ է դրա տակ։ Տարենկոն վերանացվի մցրա։ Վերանացի մցրա։ Սաղմոս է կարդում Մհեր Սեթրակյանը, պարոն Մամիջանյան, ձեր իշխանության ժամանակ, երևի Սաղմոս է, հա։ Հետո գնում է իր սենյակ, վերադառնում է, հլնայեք։ Ու է գալիս, ասում է հələ արի իմ սենյակ, կանչում է իր սենյակ, ասում է հələ արի, լրագրողը բնականաբար վախենում է։ Ու այս ընթացքում լրագրողական ողջ համայնքը կանգնած որևէ բան չի անում։ Ես հասկանում եմ, որտեղ մարդիկ վախենում էին։ Հիմա դուք տես բան պատկերացնում եք, հարկաստո լրագրողները հենա, պարոն Մամիջան, լրագրողները հենց հիմա բան են անում, պերֆորմանս են անում, նորմալ է, ազատություն է, բայց որևէ մեկը լրագրողների հասցեին նես բան չի անում, որ է տու սենց գնա, էլի։ Հետա ձեր դեմքը, եկել եք ստեղ բանը էթիկայի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել։ Իսկ մենք այո, Հայաստանի Հանրապետությունում պաշտպանում եւ պաշտպանելու ենք ժողովրդավարությունը, պաշտպանում եւ պաշտպանելու ենք խոսքի ազատությունը, լրագրողները ունեն եւ ունենալու են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու մաքսիմալ ազատություն եւ դրա վկայությունը ոչ թե ձեր, այլ միջազգային համապատասխան կառույցների տարեկան զեկույցներն են։ Մնացածը ընդհանրապես ձեր հերթական երեսպաշտության մարաթոնի մի փոքրիկ հատվածն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, պարոն Մինասյան։
Պարոն Մինասյան, ասում եք ընտանիքի անդամների հետ կապված մեր վարքագիծը ես կարծում առավել քան ուսուցողական է եղել բոլորի համար ու առավել քան օրինակելի։ Այստեղ այս ամբիոնից օրինակ ես մի անգամ խոսել եմ Աննա Գրիգորյանի ընտանիքի անդամի մասին, իմ ունեցած տեղեկություններով, քանի որ նա ներգրաված է եղել քաղաքական process-ներում, ճշտել եմ, որ դա այդպես չի եղել, հաջորդ ելույթում եկել այս ամբիոնից ներողություն եմ խնդրել։ Այս ամբիոնից դրանի պատասխան բան է տեղի ունեցել մի քանի օր առաջ, դրա պատասխանը ասեմ, որ կստանաք 10 րոպեանոց ելույթների ժամանակ, բայց հիմա խոսում ենք ուրիշ թեմայի մասին։ Դե ով կստանա, ով կստանա, պարոն Մինասյան։ Մոտավորապես այդպես։ Ձեր արած fake-ա, այս նիստը fake-ա, ժողովուրդ ջան։ Այս նիստը fake-ա։ Այս նիստը fake-ա, որովհետև ձեր խմբակցության падգամավորի օգնականը լրագրողա ծեծել այս շենքում։ Ու ինքը շարունակում է մնալ падգամավորի օգնական։ Ու դուք եկել եք ստեղ կանգնում եք, ասում եք, պարոն Քոչարյանի արածի նկատմամբ, եթե իրավապահները, ինչին պետք է իրավապահները արձագանքեն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ վիրավորել է, ընդունենք հանցական ինչ-որ բան, այդ բառը հանցավորություն չի։ Ամենավատագույն դեպքում կարա դիմի լրագրողը դատարան, վատագույն դեպքում դա վիրավորանք կարա ընկալվի։ Ինչին պետք է իրավապահները արձագանքեն։ Եկել եք այստեղ ներկայացնում եք նախագիծ մեջբերումներ է անում զեկուցողը։ Նորմալ մեջբերում անում, ասում է դու լրագրող չես, ես լրագրողների հարցերին եմ պատասխանում, իրանք են լրագրող։ Նույն բառերը ասել են ձեր գործընկեր Գեգամ Մանուկյանը, ձեր գործընկեր Աղվան Վարդանյանը։ Խմի տար չեք ասել։ Չենք նախաձեռնել, պարոն Մինասյան, դուք չեք տեսել ձեր խմբակցության ճեպազրույցը։ Քիչ եք նույն բանը արել։ Fake-ա, որովհետև այս ամեն ինչը ժողովուրդ ջան։ Fake-ա, հասկանում եք, քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, ով որ լրագրող է ծեծել։ Դուք չեք կարող գաք ստեղ մեզ ինչ-որ լրագրողների հետ վարվելակերպ ուսուցանեք։ Չի լինելու տենց բան, չի կարա ֆիզիկապես լինի։ Անհնար է, այդ նորմալ չի, այդ անտրամաբանական անբանա։ Լրագրողներն էլ մեր գործընկեր եկել են ակցիա են անում, շատ լավ է, ողջունում եմ, իրանց իրավունքն է։ Բայց այդ լրագրողները չտեսա, որ ակցիա անեին, օրինակ, չգիտեմ, падգամավորի դրան առաջ, որի օգնականը լրագրող էր ծեծել։ Չտեսա այդ ակցիան։ Էդ էլ է ի դեպ հարց։ Շնորհակալություն, ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ ես նախորդ ելույթումս ասացի, որ 10 րոպեանոց ելույթների ժամանակ կոնկրետ մարդկանց եմ անդրադառնալու, ընդդիմությունը ոնց որ միշտ փախացա մեն Թագուհի Թովմասյանն է այստեղ։ Ուզում եմ մի դրվագ պատմեմ, հարգելի գործընկերներ, որ տեղի է ունեցել սրանից 1.5-2 ամիս առաջ։ Գործընկերներից մեկը այս ամբիոնից խոսել էր այն մասին, որ հայրենասիրության մարմնավորում Լևոն Քոչարյանի երեխաները ծնվել են ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ էլ նույնիսկ Հայաստանում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա ասվել էր առանց երեխաների անունը տալու, առանց երեխաներին որևէ կերպ թիրախավորելու։ Մի պարզ պատճառով, որտեղ երեխաները իրենք չեն որոշում, որտեղ ծնվեն։ Որոշում են նրանց ծնողները եւ երեխաներին Ամերիկայում ունենալը կներեք, բայց քաղաքական որոշում է։ Ինչևէ, այդ ելույթից հետո Լևոն Քոչարյանը մոտենում է մեր խմբակցությանը ու խնդրում, որ ընտանիքները փոխադարձաբար չթիրախավորվեն։ Այդ արտահայտությունը մենք կամ հենց մեկը ես դրան նայում ենք ոչ թե որպես Ռոբերտ Քոչարյանի որդու, ոչ թե Հայաստան խմբակցության անդամի խնդրանք, այլ պարզապես մարդու, երիտասարդ հոր խնդրանք ու մեծ հատուկ միամիտ մարդազիրությամբ ընդունում ենք։ Այս դեպքից ուղիղ մեկ ամիս անց հայր եւ որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցները թիրախավորում են իմ 70-նանց մորը։ Շրջափակում, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անում, ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանա։ Քոչարյանի բոլոր լրատվականները, անխտիր բոլոր լրատվականները, վիրավորական ու ծաղրական հոդվածներ ու տեսանյութեր են պատրաստում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ձեր խոսքի արժեքի մասին։ Փորձում եք, չէ, ուժեղ տղամարդ առաջնորդի կերպար ստանալ, բայց շատ հաճախ մոռանում եք, որ ուժեղ տղամարդ լինելու համար նախ եւ առաջ տղամարդ լինելը անհրաժեշտ։
Իսկ տղամարդ լինելու համար պետք է սեփական խոսքը պահել իմանալ, սեփական խոսքի արժեքն իմանալ։ Սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Շեշտում եմ, սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ։ Իհարկե հասկանում եմ, որ ժամանակին Ադրբեջանում Հեյդար Ալիևի երաշխավորագրով կոմունիստական կուսակցության անդամ դարձած Ռոբերտ Քոչարյանը գուցե այդքան էլ լավ չի հասցրել ուսումնասիրել հայ հասարակությունը, ծանոթանալ մեր հայերիս արժեքներին, սկզբունքներին, բայց ես կփորձեմ այդ բացը լրացնել։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյա ենք։ Քրիստոնեական արժեքների պղծումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեզ համար անընդունելի է։ Պարոնայք Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններ, մենք հայերս ծնողապաշտ ենք։ Մայրը մեզ համար սրբություն է։ Մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում։ Առողջություն եմ մաղթում տիկին Բելլային։ Խնդրում եմ, քանզի ներդրվել եք հայ հասարակության մեջ, բարի եղեք ապրել մեր արժեքներով։ Կամ գոնե չհարվածել այդ արժեքներին։ Ամբողջ ամիս, ամբողջ տարի, ամբողջ 5 տարի, այս ամբիոնից դիմացներդ կանգնած եմ, բան ունեք ասելու, եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգու լավազ ուղարկեք։ Ուղարկելուց էլ գոնե բացատրեք, թե ինչ է ընկերասիրությունը։ Բոլորով միասին եկել են տանս վրա, հետո հեռանցել, դրանից դիմաց թողնելով իրենց գաղափարակից եղբոր անշնչացած դին։ Խոսքը այն հայտնի սատկած մկան մասին է։ Անկեղծ եմ հարցնում, խեիք ձեր ընկերոջը թողել, վատ ընկերեր, իրար հետ չէիք սերնաց ու գողանում, իրար հետ չէիք ծակերում թաքնվում, երբ ձեզ ինձ հետ բանավեճի էին կանչում տարբեր հեռուստաալիքներում։ Ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ ընկերությունը, ոնց կարելի է այդ աստիճանի ուրանալ իրար հետ անցած ճանապարհը։ Մի ուրիշ բան էլ։ Հենց լկտի արշավը, որ սկիզբը առել, Լևոն ու Ռոբերտ Քոչարյաններին սպասարկող տարատեսակ լնգու լավազի կողմից, այդ արշավը շարունակվում է այսօր ու շարունակվում է հնարավոր ամենալկտի թիրախավորմամբ ու այստեղ թիրախավորվում է ոչ միայն իմ անձը, այլև թիրախավորվում է կոնկրետ հանգամանք, հանգամանքը այդ հետևյալն է, հարգելի գործընկերներ, սրա մասին կա անհրաժեշտություն հենց այս ամբիոնից խոսելու, ինչքան էլ որ սա անձնական հարց է։ Թիրախավորվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն հազարավոր կամ գուցե տասնյակ հազարավոր մարդկանցից ու ժամանակին երեխաներից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ, իսկ հետո այնտեղ արդեն կազմել է երկրորդ ընտանիք, ուրիշ ընտանիք է կազմել։ Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ ու կամ փորձ է արվում թիրախավորել իմ մորը։ Ես ուզում եմ ասել, որ ես որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որ միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա ու ես գիտեմ, որ կյանքում միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, ովքեր փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին դրա համար։ Դիմում եմ նաև այդ երեխաներին։ Միշտ իմացեք, որ դուք շատ ավելի ուժեղ եք, քան ինչ որ երկոտանի կենդանի, ով մշտապես ու ցանկացած պարագայում փախած է մնալու ձեզանից ու այլ ասելու բան չի ունենալու, քան դրա թիրախավորումը։ Դուք ուժեղ եք ու դուք ձեր կյանքում կկարողանաք հասնել ամեն ինչի։ Ու ես ես խնդրում եմ, որ դրան հասնելուց հետո արժանի զավակ լինեք ձեր մայրերին, որոնք որ ոչինչ չեն խնայել ձեզ մեծացնելու համար, լինելով միայնակ մայր։ Խոնարհվում եմ բոլոր միայնակ մայրերի առաջ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,
Լեզուն մարդուն տրված է սեփական մտքերը թաքցնելու համար, նշում է հայտնի իմաստությունը։ Հայկական ժողովրդական խոսքն ասում է 7 չափիր նոր կտրիր։ Քաղաքական կանոնն ասում է 7, 17, 107 անգամ մտածեք եւ գուցե լռեք։ Օրեր առաջ հարց ու պատասխանի ֆորմատով երիտասարդների հետ հանդիպեցին նախ երկրորդ, ապա երրորդ նախագահները։ Ի թիվս բազմապիսի ու բազմաբովանդակ ես կասեի դարակազմիկ եւ էկզոտիկ մտքերի, երկրորդ նախագահը նշել է, որ 2020 թվականի պատերազմը Հայաստանն է սկսել։ Այն, որ 44-օրյա պատերազմը սկսել է Ադրբեջանը, ես կարծում եմ առնվազն հայկական տիրույթում պետք է որ կասկածի տեղիք չտար, բայց պարզվում է ոչ, մենք սխալվել ենք։ Ավելին այս մասին խոստովանել է ինքը Ալիևը CNN Թուրքի տված հարցազրույցում։ Ադրբեջանը սկսեց ազատագրական պատերազմ, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից։ Ուղիղ խոսքից մեջբերում 2021 թվականի օգոստոսի 15։ Նույն միտքը նա տառացիորեն կրկնեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, երբ օրինակ պաշտոնական այցով Բաքվում էին գտնվում ԵԱԿ Միսկի համանախագահները, երբ բառի ուղիղ իմաստով գրողի ծոցն ուղարկեց ոչ միայն համանախագահներին, այլ նաև բանակցված բոլոր փաստաթղթերը եւ նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չպետք էր ունենալ ռազմական լուծում։ Ավելին Թուրքիայի նախագահը եւս քանիցս անուղակի նշել է, որ իրենք են առաջնորդել 2020 թվականի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Սա հատուկ նշեցի Ռոբերտ Քոչարյանի համար։ Հիմա կանդրադառնամ այն մտքին, թե իբր մենք ենք նեղացրել Ռուսաստանի Դաշնությանը, եւ այդ է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները որդեգրել են մի քիչ այլ մոտեցում որոշ հարցերում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ես այդ մասին արդեն քանիցս ասել եմ, բոլոր տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս, Վլադիմիր Պուտին։ Մենք գիտակցաբար թույլ տվեցինք Արցախի դեմ պատերազմ, Կոստանտին Զատուլին։ Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, Սերգեյ Կուրղինյան։ Ղարաբաղում Թուրքիայի հետ միասին փայլուն օպերացիա անցկացրեցինք, Սերգեյ Շոյգու։ Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող պատմական տարածքները, Սերգեյ Լավրով։ Սա ծաղկակաղ է այն հակահայ մտքերից, որոնք հնչել են վերջին տարիների ընթացքում եւ մասնավորապես 44-օրյա պատերազմի համատեքստում։ Սա նաեւ հարգելի գործընկերներ, ձեր բանակցած փաստաթղթերնի իրական արտացոլանքն է։ Իդեպ Հայաստան Դաշինքը վերջերս բերել էր մի նախագիծ, որը քրեական հոդված էր նախատեսում այն քաղաքացիների համար, ովքեր իբր կուրանան հայոց ցեղասպանությունը, այն պարագայում, երբ արդեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նման հոդված կար։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի Հայաստան Դաշինքի падգամավորները եւս մի այդպիսի նախագիծ բերեն, որտեղ օրինակ քրեական կարգավորում կմցնեն մեր օրենսգրքի մեջ, որը կենթադրի քրեական հետապնդում իրականացնել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իշխանությունից մանր վրեժիկներ լուծելու փոխարեն կփորձեն մանր վրեժիկներ լուծելու համար կփորձեն խնդիրներ առաջացնել Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից։ Այնպես դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես Առաքյալ Պետրոսը իրեն պահեց, երբ մինչև աքաղաղի կանչելը 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Հարգելի գործընկերներ, եթե մենք առաջնորդվեինք միայն մենք նեղ կուսակցական շահերով, ապա կառաջարկենք, որ դուք ավելի շատ խոսեք, բայց քանի որ մեր հիմնական նպատակը եւ խնդիրը Հայաստանի Հանրապետության շահն է, ապա առաջարկում ենք քիչ խոսել, իսկ ավելի լավ է առհասարակ լռել։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Խորհրդանական ընդդիմությունն ասում է, որ կիսակայացած, չկայացած եք, չունեք կենսագրություն, պատմություն, ինչպես եք համարձակվում գալ այս ամբիոնից խոսել Արցախից, Արցախին իրեն նվիրաբերած մարդկանց մասին։ Դուք որ կաք, ում եք պետք, որ դուք բազմաբովանդակ ճակերտավոր, մեկ դարյա պատմություն ունեք, ում եք պետք, եթե այն չի ծառայել եւ ծառայում հայ ժողովրդին ու մեր պետությանը։ Ձեզ մեր ժողովուրդը չի վստահում, չի հավատում։ Եվ գիտեք ինչու, որովհետև շատ լավ գիտի, բացահայտել է, որ դուք ռուսական կայսրությունից միշտ կախված եք եղել։ Դուք եւ ձեր օտարերկրյա կառավարիչները ամեն ինչ արեցիք, որ մեր ժողովուրդը մաքարի, տարապի, նահատակվի, արտագաղթի, հավերժ հայրենիք փնտրող ու երազող բազմաչարչար ազգ դառնա, բայց ոչ երբեք պարզապես ապրի մարդավայել, ինչպես աշխարհի բոլոր զարգացած քաղաքակիրթ պետությունների քաղաքացիները։ Դուք չեք ցանկանում եւ անում եք ամեն ինչ, որ խաղաղություն չհաստատվի, պետությունը ոտքի չկանգնի, չամրապնդվի, հարևանների հետ հարաբերությունները չկայանան, սահմանները չբացվեն։
Եվ ձեր նվիրական երազանքն է եղել եւ մնում ծառայել եւ առաջ մղել միմիայն կայսրության շահերը։ Հարգելի ընդդիմադիր գործիչներ, ձեր կայացած քաղաքական կենսագրությունը չի բխել Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության շահերից եւ այն վաղուց ժամկետ անց է։ Եվ մի բան եմ ուզում ասել, դուք չեք ցանկանում, թե ձեզ թույլ չեն տալիս, որ գաք այս բարձրագույն ամբիոնի մոտ եւ հնչեցնեք այս շատ կարեւոր բառերը. կեցե ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես ստիպված եմ անդրադառնալ իմ նախկին տեղակալ Հայկ Մամիջանյանի հնչեցրած մտքերին, որովհետև այս ամբիոնի մոտ սուտ խոսել չի կարելի, ես կարծում եմ։ Պարոն Մամիջանյանն ասում է, ես ինքնանձնապես ոչ մեկին չի մոտեցել եւ չի ասել, որ չընդունեն Հանեն Բանաձևը։ Ես եւ Տիկին Կարապետյանը մեր աչքերով եւ ականջներով տեսել ենք, թե ինչպես է պարոն Մամիջանյանը Ռաֆի Հովհաննիսյանի հետ մեկտեղ միկրոֆոնը ձեռը ասում հանեք այս Բանաձևը օրակարգից, այսինքն այդտեղ մեր տեսածը եւ լսածը կասկածի տակ դնել պետք չէ, իդեպ սա ինձ համար նոր զգաց բան չի, հա, իրադրություն չէ, այսպիսի իրավիճակների ես շատ բազմիցս հանդիպել եմ, բայց օրինակ ադրբեջանցի պատգամավորների կողմից տարբեր խորհրդարանական հարթակներում այդ նույն գործելակերպով։ Պարոն Մամիջանյանը գլուխ է գովում, թե մի տեղից չէ, մի 2-3 տեղից են Նիկոլ Փաշինյանի անունը հանել այդ Բանաձևից։ Ի տարբերություն իրենց եւ իրենց պատահած եվրոպացի գործընկերները պարկեշտ մարդիկ են, հա, իրենք մտածում են, որ եթե որոշ առաջարկներ ընդունեն, տեքստը ընդունելի կլինի եւ պաշտպանություն կգտնի, բայց այնինչ պարզվեց, որ հաջորդ օրը եւս միջանցներում սաբոտաժի են ենթարկում արդեն ընդունված եւ ըստ էության կոնսենսուս ձևավորած տեքստը։ Պարոն Մամիջանյանը կրկին ապացուցեց, որ ԿՊ-ն ամենաուժեղ կուսակցությունն է, որովհետև ասում ենք խաբեությամբ ենք այնտեղ հայտնվել, օրինակ ոնց է պատկերացնում, ես ոնց եմ ԵԺԿ նախագահ Մանֆրեդ Վեբերին խաբել, որ ինձ անձնապես հրավեր ուղարկի մասնակցելու ԵԺԿ կոնֆերանսին, դա ոնց է հնարավոր։ Հետո ասում է, որ բանը Շարմազանովը Եդինայա Ռոսիա էր գնացել ֆաշիզմի դեմ պայքարելու համար, ֆաշիզմի դեմ ելույթ ունենալու համար։ Ես չեմ ցանկանա գնահատական տալ պարոն Մամիջանյանի պատմության վերաբերյալ գիտելիքներին, բայց օրինակ ֆաշիզմի դեմ ելույթներ կարող ունենալ նաև Փարիզում, Բրյուսելում, Բերլինում, Վալենսիայում նույն, որը շատ ռելևանտ է իդեպ։ Բայց իրականում Հանրապետականը գնացել է Եդինայա Ռոսիայի կոնֆերանսին երթուն տալու համար 2026 թվականի ընտրություններից առաջ։ Եվ ճիշտ ասած ես հասկանում եմ, որ երբ որ փաստեր եւ փաստարկներ չեն լինում, անցնում են այդ անձնական պիտակավորումների դաշտը, ինչը շատ անհամ եւ անտակտ բան է, ես կարծում եմ քաղաքական գործչի համար։ Ես բնավ չեմ փորձի պարոն Մամիջանյանի հետ ճանաչելիության հարցում մրցել։ Ես վստահ եմ, որ պարոն Մամիջանյանին ինձնից շատ են ճանաչում, բայց անկեղծ ասած եւ մեղմ ասած հարամ լինի տենց ճանաչելը։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի հայրենակիցներ։ Հիմնական խոսքից անդրադառնալուց առաջ պարոն Մելքոնյանը ցավոք գնաց կրկին, քիչ առաջ սոցիալական արդարության մասին խոսելուց հետաքրքիր բան ասաց, թվում է բաներ կան, որոնք այնքան պարզ են, այնքան հին եւ այնքան կրկնված, որոնց մասին կարիք էլ չկա խոսելու, բայց ունենք այնինչ ունենք, խոսքում նշեց, որ այ դպրոցները պիտի լինեն անվճար Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Մելքոնյան, հանգստացեք, Հայաստանի Հանրապետությունում դպրոցները անվճար են, անվճար հիմունքներով ծառայություններ են մատուցվում։ Անցնելով առաջ, նախորդ լիագումար նիստերի ընթացքում Տիկին Թովմասյանը անդրադարձավ մի հիմնադրամի այս դահլիճում, այն եզակի հիմնադրամներից, որոնց մասին կարծես թե բացասական շեշտադրումներով, նոտաներով երբևէ արձագանքներ չէինք ունեցել, ինչի իմ համար շատ տարօրինակ էր այս դահլիճում կասկածի տակ դնել մի հիմնադրամի գործունեություն, խոսքը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի մասին է, եւ քանի որ այս դահլիճում միակ ներկայացուցիչը, նախկին ներկայացուցիչը ես եմ, հարկ եմ համարում անդրադառնալ այս հիմնադրամին եւ այո, այս դեպքում եւս մեր
խնդիրն է, մեր խնդրեմը եւ մեր բացթողումն է, որ մենք քիչ ենք խոսացել նման հրաշալի գործիքի մասին, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ոչ թավշյա բռնի հեղափոխություն, ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, եւ ես քանի որ կասկածի տակ դրեց Տիկին Թովմասյանը շատ հեգնանքով ասելով, այ մի հիմնադրամ եք ստեղծել, որի արդյունքում ներդրողների ձեռքից բռնած պիտի տանեիք տարբեր գերատեսչություններով, մեկ պատուհան սկզբունքով պիտի լուծեիք իրենց հարցերը, ես հիմա ասում թվերով խոսենք այդ մասին, հասկանանք հիմա արդարացրել է այդ հիմնադրամի գործունեությունը, թե ոչ, խնդրում եմ ուշադրություն դարձնենք այս թվերին, որովհետեւ շատ խոսուն են, ցցուն թվերի մասին եմ խոսում, 2024 թվականին, եթե լսում էին Տիկին Թովմասյանը, հիմնադրամի կողմից աջակցություն է տրամադրվել 581 գործարի։ Հիմա սա արդյունք է, թե արդյունք չէ, որից 429 խորհրդատվություն տրամադրման տեսքով, իսկ ուղեկցվել է հիմնադրամի կողմից ուշադրություն, խնդրում եմ դարձրեք 152 ներդրումային ծրագիր։ Միաժամանակ 2024 թվականին մեկնարկել են 16 խոշորածավալ բյուջեով ծրագրեր, իսկ 66 ծրագրեր շարունակաբար ուղեկցում են հիմնադրամի կողմից, այսինքն այն ներդրումային ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել, շարունակաբար ուղեկցվում են հիմնադրամի ձեռքից, այո, հիմնադրամը գնում է, թակում է ներդրողի դուռը եւ շարունակաբար հարցնում է էլ հավելյալ ինչ գործիքի կարիք ունի ներդրողը։ Օտարերկրյա կապիտալով ներդրումների մասին։ Ծառայության շրջանակներում ինչ օրս աջակցություն է տրամադրվել 229 օտարերկրյա կապիտալով ընկերության։ Ցավում եմ, որ իմ ժամանակը սպառվում է եւ ամփոփելով, ուզում եմ ասել, քանի որ այս հիմնադրամի տեղը շատ լավ տիրապետում է մեր ընդդիմությունը, այն իրենց միասնական հաղթած Թեկնածու Վարդան Ղուկասյանի ձեռքից խնդրում են բռնել եւ տանել այդ հիմնադրամ, որովհետեւ ինքը խոստացել էր խոշորածավալ ներդրումներ Գյումրի քաղաքում։ Ես վստահ եմ, հիմնադրամը պատրաստակամ է այդ բոլոր ներդրումները ներգրավել ներդրումների աջակցման կենտրոնի աջակցության ներքո։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, ես այստեղ առաջի շարքում եմ նստում ու միշտ տենց նայում եմ շատ ավելի մոտիկից, քանի մյուս գործընկերները, որ իմ գործընկերները գալիս են եւ այստեղից աչ են նայում ու խոսում են մեր ընդդիմադիր գործընկերների հետ, ինչպես ես հիմա օրինակ։ Բայց մենք սովորել ենք խոսել դատարկ աթոռների հետ, տենց պատկերացնում ենք աչքերը որտեղ կարա լինի, տենց վիզուալ պատկերացնում ենք, հետները խոսում ենք, որովհետեւ ինձ թվում է, մեր ընդդիմադիր գործընկերները մինչ падգամավոր դառնալը մասնակցում են, ասենք բանը, կնոպկա սխմելու ինչ որ մրցույթների, հմտություններ են ձեռք բերում, առաջինը տենց գալիս են շուտ հերթագրվում են, շուտ ելույթ են ունենում ու փախչում են, որովհետև հետո երբ որ արձագանքում ես, իրենց համար շատ ցավալի է նստել եւ լսել, որովհետև ակնհայտ սուտ են խոսում։ Եվ ուրեմն այս կնոպկա սխմելուց ամենաճկունը պատիվ ունեմի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այստեղից ասում է, որ միջազգային գործընկերներին շատ են համոզել ցեղասպանության հետ կապված հարցերի դեպքում, Լեռնային Ղարաբաղի շահերի հետ կապված հարցերի դեպքում։ Ուզում եմ ասել, պարոն Մամիջանյան, մենք դուք ամենալավ, ամենամեծ, ամենալավ Հայաստանի падգամավորներ ենք եւ մեր Հայաստանի շահերից պետք է գործենք այն էլ պաշտոնյա լինելով։ Ասում եք, մենք այնպիսի ելույթներ ենք ունեցել խրոխտ, այնպիսի գորգորոցներով մեր պաշտոնյաները, բայց այդ գորգորոցների, հայրենասիրական գորգորոցները, քանի կոպեկի օգուտ են տվել Հայաստանի Հանրապետությանը կամ Լեռնային Ղարաբաղին։ Իսկ արդյունքը ուզում եմ հիշեցնել այն էր, որ հեղափոխությունից ընդամենը օրեր առաջ այս ամբիոնից իրենց ղեկավար Սերժ Սարգսյանը, հիմա ուղիղ ասեմ, ցիտում եմ իրեն, ասում էր, որ բանակցային գործընթացը լավազդեցություն չի ներշնչում, ուղղակի կանգնած է։ Ասում էր, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Սա է ձեր հայրենասիրական գորգորոցի տակ թաքնված օգուտը Հայաստանի Հանրապետությանը, այլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղին։ Իսկ ինչու էին Վալենսիայում դռնեդուռ ընկել հանրապետականներն ու մի ատամնատեխնիկ, ինչպես ասում են։ Ուրեմն Վալենսիայում EPP-ի կոնգրեսը բանաձև է ընդունել, որով ողջունել է Հայաստանում տեղ ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի ջանքերը եւ այլն։ Հիմա Մամիջանյանը հպարտորեն այստեղ ասում է, որ մի քանի տեղից իրենք հանել են տվել Նիկոլ Փաշինյան անունը։ Այսինքն ամենաշատը նրանք ցնցվել են, ինչպես դիվահարները խաչից, այնպես էլ հանրապետականները Նիկոլ Փաշինյան անունից։ Շնորհակալություն։
Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, վերջերս լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում Հայաստանը նախորդ տարվա տվյալներով 9 կետով բարելավել է իր դերքերը եւ 180 երկրների շարքում մամուլի ազատության միջազգային սանդղակում զբաղեցրել է 34-րդ տեղը, ինչը բացառիկ ցուցանիշ է եւ պետք է ընդգծեմ, որ տարածաշրջանի անխտիր բոլոր երկրներն իրենց ցուցանիշով հետ են Հայաստանից մի քանի տասնյակ կետով։ Մամուլի ազատությունը սերտորեն փոխկապակցված է խոսքի ազատության հետ, եւ նշված ցուցանիշը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մենք անվերապահորեն հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ հանձնառություններին, Հայաստանը կայուն, զարգացած եւ ինստիտուցիոնալ ժողովրդավարական երկիր դարձնելու ճանապարհին։ Ցավոք ժողովրդավարական հասարակություններում ազատությունը երբեմն կարող է չարաշահվել, մասնավորապես խոսքի ազատությունը։ Այլ երկրների փորձն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ հանրային հարթակներում ոչ պատշաճ խոսքի կիրառումը բնորոշ է ոչ միայն մեզ, այլ անգամ երկար տարիներ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներին, ինչը չի նշանակում, որ այն պետք է արդարացվի։ Այո, խոսքի ազատությունը բացարձակ չէ եւ յուրաքանչյուր ոք, ով ներգրաված է հանրային կամ պետական գործունեության մեջ, պարտավոր է սահմանափակել իր խոսքը բարոյական եւ էթիկական սկզբունքներով, ինչը նույնպես ժողովրդավարական մշակույթի անբաժանելի մասն է։ Թեև ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հաճախ քննադատում են իշխանության ներկայացուցիչներին հանրային խոսքի բովանդակությունը, սակայն իրականում հենց իրենք են, որ առանձնանում են ատելության խոսքի եւ բռնության կոչերի տարածմամբ։ Բավական է միայն վերլուծել 2024 թվականի գարնանը իրանցի սկիզբ առած հայտնի շարժման ընթացքում հնչեցված հայտարարությունները ուղղված իշխանությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա հնարավոր կլինի կազմել ատելության խոսքի մի ամբողջ քրիստոմատիա, եւ այս ամենում ցավալին այն է, որ այդ խոսքը գեներացվում էր եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականի կողմից։ Այս շարժումը կանվանեի ոչ թե ինչպես իրենք են անվանում սրբազան շարժում, այլ ատելության խոսքի շարժում։ Հարգելի գործընկերներ, իհարկե Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում կեղծ եւ սադրիչ խոսքը վերածվել է այդ պատկերի հիմնական գործիքը, բայց խոսքի ազատության անվան տակ գրեթե ամեն օր ականատես ենք լինում կեղծ տեղեկատվության եւ սադրիչ հայտարարությունների։ Իրականում գործ ունենք խոսքի ազատության չարաշահման հետ, որն առնչություն չունի ոչ ազատության, ոչ էլ ժողովրդավարության հետ։ Ուստի կոչս բոլորին, պատասխանատվությամբ մոտեցեք ձեր խոսքին, քանզի ազատ խոսքը առանց էթիկական եւ բարոյական սահմանափակումների առաջին հերթին վնասում է հենց ձեզ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ճիշտ ասած, խոսելու ցանկություն ու պատճառ առանձնապես չունեի, բայց սիրտս վկայում էր, որ մի այնպիսի բան կասեք, որ պատասխանելու կարիք առաջանա։ Պարոն Ավետիսյան, ես գիտեմ ինչի եք դուք տենց ինձ վատ վերաբերվում, որովհետև ես խանգարում եմ, որ վեր կենաք, բայց ես շատ լավ եմ վերաբերվում։ Խանգարում եմ, որ դուք վեր կենաք, ասեք ինչ-որ բաներ ու անցնի գնա, որովհետև փորձում եմ օբյեկտիվ իրականություն ցույց տալ։ Հիմա այս ծրագրի մասին, որ ասում եք 16 միլիոնի, չգիտեմ դուք հասցրել եք պաշտոնական լրահոսին ծանոթանալ թե ոչ, 3 վարչապետի մոտ տեղի ունեցել քննարկում այս թեմայով, որին ես էլ եմ մասնակցել, ընդամենը մի հատված կարդամ։ Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդմ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությունը։ Այսինքն, այս մի րոպե, պարոն Ավետիսյան, նախ սկսենք նրանից, որ սա մեր ծրագիրն է, այսինքն ես դուք չեք նախաձեռնել, էլի, որ տենց նախաձեռնող լինեք, դուք էլ կն։ Երկրորդը, մինչև այս պահը 2000 պարոն Ավետիսյան, ինձ էլ զուգահեռ խոսում եք։ Լավ, հերիք քայլի, ինչքան կարելի ասենք, էլ նայում ձեռով եմ անում, չի կարելի։ Վերականգնեք պարոն Թունյանի ժամանակը, նորից 3 րոպե տվեք։ Ահագին ասելու բան կա։ Մինչև այս պահը 2250 գործարք է տեղի ունեցել։ Գումարային որ նայում եք 35 միլիարդ դրամից ավել փող է։ Այս պայմանությամբ կա մոտավորապես եւս 400 հայտ, որոնք քննարկման փուլում են, եւ քննարկման հնարավորությունը, որպիսի հետագայում այդ ծրագիրը ավելի թիրախային դառնա, որտեղ այդտեղ տարբեր հարցեր կան, սկսած նրանից թե մարդիկ իրականում տան կարիք ունեն թե չէ, կարող է Երևանում հաշվառված լինեն, գնա ժամանակավոր ուրիշ տեղ հաշվառվեն, բայց ուրիշ տեղ տուն ունենան, այսինքն այս բոլոր հարցերը թիրախային պետքա որոշվեն ու ծրագիրը շարունակականություն է ունենալու, բայց 2250 գործարք արդեն կատարված է, ինչը ըստ էության մեծ ձեռքբերում է ու ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք այս ծրագրի շարունակականության վերաբերյալ ավելի երկարաժամկետ ծրագրով հանդես կգանք, բայց այս օրինակ որ քննադատում եք, շատ հետաքրքիր երևույթի հերթական դրսևորումն է, որ դուք մեր ծրագրերը
որ դուք չեք արել ժամանակին, ինչ որ մեջ հիմա թեթև թերություն է գտնում ու քննադատում։ Ասենք օրինակ նույնը կարելի ասել դպրոցաշինության մասին։ Անցած նիստերի ժամանակ խոսում եք, խոսք եք տվել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, ընդամենը 41 էս բան կառուցվել։ Ուրեմն այդ քննարկումն էլ է վարչապետի մոտ տեղի ունեցել, դրա վերաբերյալ է պաշտոնական հաղորդագրություն կար։ Այս պահի դրությամբ 45 դպրոց վերանորոգված եւ կառուցված է եւ մինչեւ մեր խոստացած ժամկետի ավարտը մենք ոչ թե 300, այլ ավելի քան 300 դպրոց կունենանք վերանորոգված եւ կառուցված եւ 500 մանկապարտեզից ավել։ Իսկ ուզում եք ես ձեզ հիշեցնեմ, թե քանի դպրոց է վերակառուցվել Հայաստանի անկախությունից հետո մինչև 2018 թվականը։ Ընդամենը, եթե չեմ սխալվում, 200 դպրոց, որից կեսը աղետի գոտում, այսինքն անհրաժեշտությունից ելնելով։ 5 տարում այս իշխանությունը դպրոցաշինության այնպիսի մասշտաբներ է ապահովել, որոնք որ 25 տարում չեն ապահովել ու դա էլի շարունակական է լինելու։ Այնպես որ խնդրում եմ, եթե ինչ-որ բաների մասին խոսում ենք, եկեք ամբողջությամբ խոսենք։ Մեկ մեր արածները լավ չենք ներկայացնում, մեզ թվում է թե մարդիկ պիտի ամեն ինչի մասին իմանան, բայց այս տիպի սխալ ինֆորմացիաները թյուր ընկալում են ձևավորում։ Քանի որ ժամանակ կա, պարոն Մելքոնյան, ձեր ասացին էլ անդրադառնամ, ընդհանուր առմամբ համաձայն եմ ձեր ասածների հետ, բայց կարծում եմ, որ աղքատության ու սոցիալական հարցերի լուծման ամենակարևոր բանը, իհարկե աջակցության ծրագրերն էլ են կարևոր, բայց ամենակարևոր ու ճիշտ ճանապարհը այդ նորմալ տնտեսական աճ ապահովելն է, այդ մարդկանց այնպես անել, որ իրենք ոչ թե աջակցությունից կախվածություն ունենան, այլ կարողանան ինտեգրվել տնտեսական կյանքին ու եկամուտներ ունենան։ Եվ վերջում էլ ափսոս պարոն Մամիջանյանը գնաց, որ ասում էին մենք տեսեք ինչպես ենք ադրբեջանցիներին պատասխանում, այդ ուզում էի անպայման ասել, որ իրականում ադրբեջանցիներին, մոզամբիկցիներին, չգիտեմ, մնացածներին պետք է պատասխանել ոչ թե բառերով, այլ գործողություններով, այսինքն նորմալ երկիր կառուցելով, ոչ թե մեծ խոսալով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն նախագահ, որպես վերջին ելույթ ունեցող չեմ խոսելու քաղաքական թեմաներից, փորձելու եմ վերարտադրել քիչ առաջ մեր դալիճում գտնվող Global Bridge կրթահամալիրի սաների աշակերտների հետ հանդիպման մեր մանրամասները, որոնք շատ հետաքրքիր էին եւ կարծում եմ գործընկերներ ջան ձեզ էլ կհետաքրքրեն։ Իհարկե ես մեծ բաց նկատեցի, աշակերտների մեծ մասը շատ ինֆորմացիոն բաց ունի, թե իրենց վերաբերվող անհատապես իրենց վերաբերվող հարցերին, օրինակ բարձրագույն կրթության ոլորտին, օրինակ աշակերտները չգիտեին, որ պետությունը ունի ծրագրեր, որ ֆինանսավորում է արտասահմանում գտնվող 100 լավագույն բուհերում ուսանելու ծրագրերը։ Եվ սիրելի աշակերտներ, խոսքս ուղղում եմ ձեզ, կարող եք մտնել բարձրագույն կրթության կոմիտեի կայք, այնտեղ կան բազմաթիվ մրցույթներ, ինչպես նաև մեր կրթության գիտության նախարարության կայքում էլ միջազգային ծրագրեր բաժնում կտեսնեք պետության աջակցության բազմաթիվ ծրագրեր։ Հաջորդ հարցը վերաբերվում է ծառահատումներին, շատ կարճ անդրադարձ եղավ եւ չհասցրեցի պատասխանել, բայց սիրելի աշակերտներ, վերջին 3 տարում մենք ավելացրել ենք 45.8 հեկտար կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ, կաղնի, գնդաձև սոսի, կատալպա ծառի անվանումն է։ Ընտրվել են ծառերը, որ դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, եւ նաեւ ավելացվել է 85 կիլոմետր ոռոգման համակարգ, որը ապահովելու է ծառերի երկարաձգությունը։ Իհարկե, Facebook-յան եւ համացանցյան աղմուկը թույլ չի տալիս այս ինֆորմացիաները տեսնել, դրա համար այսօր փորձում եմ այս ինֆորմացիաները փոխանցել ձեզ ազգային ժողովի ամբիոնից։ Խոսեցինք տրանսպորտային համակարգից։ Մեր աշակերտները տեղյակ չեն, որ Երևանի ավագ դպրոցի եւ հիմնական դպրոցի սաներին տրանսպորտը զեղչով է հասնում։ Խնդրում եմ այցելեք transport.am կայք եւ այնտեղ կտեսնեք արտոնությունների ամբողջ շարքը։ Բայց ամենակարևոր թեման, որ ինձ շատ հուզեց, սիրելի գործընկերներ, որ ինձ թվում է մենք քննարկման առարկա պետք է դարձնենք նաեւ այստեղ։ Հարցերի մեծ մասը վերաբերվում էր սրան. ինչ էթիկական կանոններ պետք է ունենա падգամավորը, ինչպիսի նորմեր կան падգամավորի համար, ինչ սկզբունքներ պետք է ունենա падգամավորը, ու ամենաառաջին հարցը, որ հնչեց, նման ձևակերպում տրվեց, այ դուք մենք նայում ենք падգամավորներին եւ ինչ որ բան պետք է սովորենք, ինչ պետք է սովորենք, հարգելի падգամավոր։ Եվ իրականում մենք հաճախ մեր ընդդիմության հետ բանախոսության ընթացքում, բանավեճի ընթացքում որոշակի բառեր ենք օգտագործում կամ խոսույթ ենք օգտագործում, որ մեր երեխեքը նայում են մեզ ու ասում են, չէ, էլի չեմ ուզում sense падգամավորներ ունենանք։ Եկեք մենք որպես ազգային ժողով լինենք այն
բարձր դիրքը զբաղեցնենք, որ մարդիկ, աշակերտները, ուսանողները, ինչու՞ չէ նաև մեր ամբողջ հասարակությունը նայելով հասկանա, որ ազգային ժողովը ունակ է եւ ամեն ինչ անելու է, որ իրենց համար ստանա եւ կառուցի բարգավաճ Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։